Տեսնենք ինչ է մտահոգում հաճախջուրներին։ Ինչն է նրանց համար այս պահին կարևոր, ինչն է նրանց հուզում։ Տեսնում եմ զառերը, հարգելի հաճախջուրներ։ Առաջինը, որ տեսնում ենք այս կարտը զառերը, նշանակում է կազինո, խաղամոլություն, չէ՞։ Այսինքն ինչ որ մի բան է մտահոգում հաճախջուրներին, որը կարող է լինել կամ այսպես կամ այնպես, այսինքն 50-50, երկու տարբերակներ կարող է լինել։ Ինչու եմ ասում, որտեվ երբ որ կազինո եք խաղում, կարտ եք խաղում, ներողություն արտահայտությանից համար գումար եք խաղում, հա, ինչ որ մի բան գումարի դիմաց երբ որ խաղում եք, չէ, նույնիսկ ասենք երբ որ, չգիտեմ, սպորտային ինչ որ գումար եք դնում շահույթի համար, ես չգիտեմ հայերենում այդ տերմինները ինչպես եք օգտագործում, այսինքն ինչ որ գումար եք դնում ինչ որ խաղի մեջ գումար շահելու համար, այսպես ասեմ, կամ կշահեք կամ կկորցնեք, 50-50 է։ Բախտի բան է կարծես թե, այսպիսի ինչ որ մտահոգություն կա, այսինքն դուք մտահոգություն ունեք ինչ որ մի բան կա, ինչ որ ձեր շուրջ ինչ որ բան է կատարվում, որ կամ կլինի կամ չի լինի, դուք վստահ չեք։ Իրականում վստահ չեք ինչ է լինելու։ Հետաքրքիր կատեր եմ տեսնում եմ կողմնացույց, տեսնում եմ թռչուն, տեսնում եմ գիրք։ Կարող եմ ասել, որ դուք ուղղություն ընտրել եք։ Ուղղություն եք ընտրել, թևերը բացել եւ թռնում եք ձեր ընտրած ուղղությամբ։ Ես կարող եմ ասել, որ դուք ճիշտ ուղղություն եք ընտրել եւ ճիշտ ուղղությամբ էլ գնում եք։ Ձեզ ավելի շատ ինֆորմացիա պետք կլինի, միգուցե ավելի գիտելիքներ են պետք ձեր այս ուղղությամբ, ինչ ուղղություններ որ ընտրել եք, ուր էլ որ գնում եք, ինչ նպատակով էլ որ գնում եք, դուք բավականին այսպես տարածվել եք, հզոր, ձեր թևերը պարզած, այո, շատ այսպես լավ տրամադրված եւ աջակցությունը ընդհանրապես երբեք այսպես համապատրաստից շատ արագ որոշումներ չեն կայացնում, շատ խելամիտ են, երկար են մտածում, լուրջ մտածում են ամեն հարցի շուրջ, բավականին եւ կրթված եք, գիտելիքներ ունեք, դուք շատ լավատեսորեն ուղղություն ընտրել եք եւ գնում եք ձեր ընտրած ուղղությամբ ձեր նպատակների ետևից։ Պարզապես ինչ որ կասկածներ կան, կլինի, չի լինի, չնայած դուք ներքին ինքնավստահություն ունեք, բայց զառի կարտերը ցույց են տալի, որ ինչ որ հարցում ամեն դեպքում դուք շատ կասկածամիտ եք, վստահ չեք, ինչ կլինի։ Եկեք մի քանի կարտ էլ հանեմ։ Տեսնում եմ այստեղ լիլիաները, տեսնում եմ աստղ եւ տեսնում եմ նամակը։ Այո, ես ասում եմ, չէ, հաճախջուրները ոչինչ այսպես չեն անում հանկարծակի էմոցիաներով, իմպուլսիվ չեն որպես կանոն։ Տեսնում եմ, որ այո, շատ երկար մտածել եք, ինչ որ նպատակ, ինչ որ տեսեք, աստղով երազանքներն ու ձգտումներն ու ցանկություններն են։ Դուք ինչ որ շատ երկար, բարակ մտածել եք ինչ որ հարցի շուրջ, ինֆորմացիա, եթե պետք է ինչ որ մեկին գրեք, հաղորդակցվեք, հարց ու փորձ անեիք, ամեն ինչ որ պետք է անեիք, արել եք, ուղղությունը ընտրել եք եւ գնում եք ձեր երազանքների եւ նպատակների ետևից։ Ամեն դեպքում կարծում եմ, չնայած ուղղությունը ընտրել եք, դուք արդեն այդ ուղղությամբ գնում եք, բայց կարող եմ ասել, որ դուք, որովհետև հաճախջուրերին շատ հատուկ է, իրենք սիրում են մանրամասն ուսումնասիրել, այսինքն դուք արդեն ընտրությունը արել եք, արդեն ճանապարհին եք, բայց ավելի մանրամասն իրից շարունակում եք ուսումնասիրել ու զննել այս հարցի շուրջ, ուր եք գնում ձեր նպատակի հետ կապված, եւ ինչքան ուսումնասիրում եք, այնքան մի տեսակ ամպեր են կուտակվում, մի տեսակ այսպես սարեր են հայտնվում ձեր առջև, այսինքն խոչընդոտներ, կասկածներ, ինչքան շատ եք մանրանում հարցում, ինչքան շատ եք, այսպես ասած, փորձում ամեն մանրուք հասկանալ ձեր գործի հետ, ձեր նպատակի հետ, ինչ էլ որ ուզում եք անել, այնքան ավելի ամպերը կուտակվում են, կասկածներ են առաջանում,
Միգուցե ձեր մտքերն են, ձեր մտավախություններն են ձեզ համար խոչընդոտներ առաջանում, չեմ կարող ասել։ Տեսնում եմ այստեղ խոսակցություններ, տեսեք, երկու կողմից թռչուններ եւ կին։ Խոսակցություններ ինչ որ կնոջ հետ եք զրուցում երևի թե։ Որովհետեւ երկու կողմից է չեմ կարող ասել, որ կարող դուք կին եք նաեւ կնոջ հետ պետք է զրուցեք, բայց շատ զրույցներ կան։ Եվ միգուցե սա էլ հենց շփոթեցնում է ձեզ, փորձում եք պարզել ձեզ համար, հարցեր տալ, հա տեսեք, մարդկանց հետ շփվել, հարցեր տալ, բայց իրականում շատ ինչքան ինֆորմացիա փորձում եք պարզել, այնքան ավելի ամպերը կուտակվում են, իրականում դա չի օգնում ոչինչի։ Դրա համար էլ այսպես կասկածամիտ եք, 50-50, կլինի, չի լինի, վերջ այդպես էլ չեք կարողացել պարզել, երևի թե դա էլ ձեզ մտահոգում է։ Տեսնենք հետո ինչ է լինում։ Տեսնում եմ այգի, տեսնում եմ լաբիրինթոս, տուն, դագաղ եւ ձկներ։ Նպատակը, որ գնում եք, շատ լավ նպատակ ունեք, շատ գեղեցիկ, ձեզ շատ լավ տեղ պետք է տանի։ Իրականում շատ այսպես լուրջ, շատ երկար մտածված նպատակ ունեք, բայց ճանապարհը հարթ չէ, ճանապարհը բոլորովին հարթ չի լինելու, այնքան էլ հարմարավետ վիճակներում չեք լինելու սկզբում։ Կամ գոնե այս պահին դուք ձեզ այո 50-50, այսինքն դուք վստահ չեք, մի տեսակ ինքնավստահությունը ձեր տատանվել է, ինչի պատճառով ճիշտ ասած չեմ կարող ասել, բայց տպավորություն է, որ խոսում եք, ինչքան մանրանում եք, ինչքան փորձում եք սրա նրա միջոցով պարզել մանրուքները, այնքան ավելի խճճվում եք, կարծում եմ դա է։ Բայց կփոխվի իրավիճակը այդպես չի մնա եւ իրականում կգտնվի։ Մի քիչ կպտտվեք, հայ շատ կզրուցեք, շատ մարդկանց կխառնեք գործին, բայց իրականում փոփոխություն կլինի։ Իրականում փոփոխություն կլինի եւ կարծում եմ ձեր աշտարակն իրականում կկառուցվի։ Այսինքն առաջխաղացում կլինի։ Լավ, տեսնենք եւ սրա վերջը։ Լավ, չկիսվեց, նորից խառնեմ։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում, հարգելի աջակցություններ։ Այստեղ կարող եմ ասել, գիտեք, ինչու՞մն է հարցը։ Դուք այստեղ որոշել եք ինչ-որ մեկի հետ ձեր ճանապարհը գնալ։ Այսինքն այն նպատակը, որ դուք ունեիք, իրականում, տեսեք, խոսում եք, զրուցում եք տարբեր մարդկանց հետ, որ ասեցի, այսինքն չնայած նպատակը ձերն է, բայց դուք ինչ-որ մեկի հետ եք ուզում, ինչ-որ մեկի հետ զույգով է այստեղ, մատանին զույգ է նշանակում։ Այսինքն դուք փորձել եք ինչ-որ մեկին տանել ձեր ուղղությամբ, այսինքն ինչ-որ մեկի հետ եք փորձել այս գործը անել, եւ ինչ որ դրա հետ կապված լուսին եմ տեսնում, կասկածներ են առաջացել եւ ինչ որ բանավեճեր։ Ինչ որ չեք համաձայնության չեք գալիս իրար հետ, դրա համար էլ ձեր տեսեք հաջողության նավը կանգ է առել։ Դրա համար էլ դուք այստեղ, որովհետեւ մենակ չեք գործում, ընդհանրապես աջակցությունները մենակ են անում ինչ որ անում են, ինքնուրույն են որոշումներ կայացնում։ Իսկ ես կարծում եմ դուք որոշում եւ ուղղություն ինքնուրույն էլ կայացրել եք։ Ուղղակի որոշել եք այս անգամ գործընկերոջ հետ աշխատել, մենակ չաշխատել եւ իրականում ձեզ ոչ միտեղ չի տարել, կասկածները զուգընկերոջ պատճառով են, ընկերուհի նշանակություն չունի, գործընկերոջ մասին է խոսքը այստեղ եւ դրա համար ձեր իրականում նավակը ոչ միտեղ չի շարժվում, կանգնել է։ Դուք իրականում շատ հզոր եք, շատ։ Եվ ես կարծում եմ կորուստներից խուսափելու համար դուք պետք է թողնեք ձեր այդ զուգընկերը գնա։ Այստեղ կորուստը իրականում կամ կորցնում եք կամ ինչ-որ բան հեռացնում եք։ Պետք է ձեզ զուգընկերոջը հեռացնեք, ում հետ որ գործ եք ուզում անել, այդ կին ինչ որ զրուցում եք։ Դուք մենակ շատ հզոր եք, շատ ուժեղ եք, դուք ինքներդ ձեր նպատակի հետևից պետք է գնաք մենակ, կարտերի խորհուրդն է դա։ Եվ տեսնում եք այստեղ հաջողություն է եւ երկու ծաղիկ եմ տեսնում, իսկ սա հաջողության կարտն է։ Իսկ այստեղ այո, դուք ինքներդ մենակ
Դուք մենակ պետք է գնաք ճանապարհը, կարտերի խորհուրդը դա է, այդ եմ տեսնում։ Ձեր ընկերոջը, ով որ ուզում է ձեզ հետ ճանապարհը գար, կամ դուք եք կարծում, որ կարող եք նրա հետ միասին անել գործը, իրականում նա ձեզ խանգարում է, խոչընդոտը նա է, դրա համար էլ այսպես կասկածների մեջ է, կամ կլինի, կամ չի լինի։ Պետք է անպայման, այսպես ասեմ, կարտերը համենայնպես այդպես են խորհուրդ տալիս։ Պետք է զուգընկերոջից, գործընկերոջից ավելի շուտ պետք է ազատվել, մենակ գնալ այդ ճանապարհը։